նախքան ելույթը սկսելը միանիշ նշեմ, որ որևէ նոր փաստարկ, նոր հանգամանք չունենք եւ չի ներառվել որոշման նախագծում։ Նիստի քննարկումների ընթացքում վարույթի մասնակիցները բազմիցս հանդես են եկել պնդման բառային, որ վարույթը հանձնաժողովի կողմից պետք է իրականացվեր բացառապես լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդմամբ բարձրացված հնարավոր խախտումների ուսումնասիրության շրջանակում։ Տպավորություն է ստեղծվում, որ հանձնաժողովը գործ ունի դասական վարչական վարույթի հետ, դրան բնորոշ ստանդարտ կարգավորումների կիրառման տրամաբանությամբ։ Մինչդեռ բոլորս տեղյակ ենք, որ տվյալ վարչական վարույթը հարուցվել է բոլորովին այլ հանգամանքներում, բոլորովին այլ իրավիճակում եւ օրենքով նախատեսված այնպիսի առանձնահատուկ հիմքով, որն ինքնին բնութագրվում է տվյալ վարույթի ընդգրկուն եւ համակողմանի շրջանակը։ Մասնավորապես, վարչական վարույթը հարուցվել է լիազոր մարմնի ներկայացրած հաղորդման հիման վրա, որում մատնանշվել են էլեկտրաէներգետիկական համակարգում այնպիսի հնարավոր խախտումների մասին, որոնք առերևույթ վկայել են էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը վտանգելու, սպառողների իրավունքների կամ օրինական շահերը խախտելու կամ լիցենզիայի պայմանները կոպիտ խախտելու մասին։ Նշվածի հաշվարկմամբ հանձնաժողովի նախագահը ղեկավարվելով օրենքով իրեն վերապահված բացառիկ իրավասությամբ ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ ինչպես էներգետիկայի մասին օրենքի, այնպես էլ հանձնաժողովի էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտերով սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով։ Ավելին, հաշվի առնելով իրավիճակին բնորոշ առանձնահատուկ կարգավորումները, հանձնաժողովի նախագահը միառժամանակ կիրառել է նաև օրենքով նախատեսված կանխարգելիչ միջոցառում, նշանակելով ժամանակավոր կառավարիչ։ Այստեղ ուզում եմ հատուկ մատնանշել, քանի որ անընդհատ վիճարկվեց այն փաստը, որ ընդամենը 2-3 կետով է անդրադարձ կատարվել որոշման նախագծում հաղորդմանը, նշեմ, որ այդպես չէ, քանի որ ներառվել են ինչպես հավելագրումները եւ հնարավոր միջամտությունները հաշվիչներին, ինչպես որակի ցուցանիշները, միացումները, գնումների մրցույթ իրականացնելու գործընթացը ներդրումների կիրառմամբ, ոչ հավաստի տեղեկատվության ներկայացումը եւ այսպես որ թվարկեմ հաստատ 2-ից ավելին է լինելու։ Անդրադառնալով ժամանակավոր կառավարչի դերի եւ լիազորությունների վերաբերյալ կողմերի ներկայացրած դիտարկումներին, ապա հարկ եմ համարում նշել, որ նախ եւ առաջ կողմերի պնդումներն առայն, որ ամբողջ վարույթը կառուցված է բացառապես ժամանակավոր կառավարչի ներկայացած խախտումների վերաբերյալ տեղեկատվության վրա, չի համապատասխանում իրականությանը։ Քննարկման ընթացքում հանձնաժողովի աշխատակազմը բազմիցս հայտնել է, որ անկախ այն հանգամանքից, որ հանձնաժողովը օրենքի ուժով լիովին իրավասու էր կառավարչի ներկայացրած տեղեկատվությունը համարելու որպես հավաստի, այդուհանդերձ վարույթի շրջանակում յուրաքանչյուր խախտում անձնակազմի կողմից հաստատվել է բացառապես դա հիմնավորող փաստական տվյալներով, այդ թվում իր կողմից կատարված մոնիտորինգների արդյունքներով։ Ավելին, առնվազն տարակուսելի է կողմերի պնդումն առայն, որ ժամանակավոր կառավարչի հայտնաբերած խախտումների մասին վերջինս անմիջապես դիմել է հանձնաժողով։ Նախ, ժամանակավոր կառավարիչը, որպես օրենքով ընկերության գործադիր մարմնի գործառույթ իրականացնող, կոչված է ապահովելու ընկերության բնականոն աշխատանքը, իրականացնելու ճգնաժամային կառավարում, որի շրջանակում նաև վերհանելու այն բոլոր խնդիրներն ու խախտումները, որոնք հիմք են եղել վարույթի հարուցման եւ ժամանակավոր կառավարչի ինստիտուտի ներդրման։ Ավելին, հարց է առաջանում, ինչ պետք է աներ պարոն Պետրոսյանը նշված խախտումների հայտնաբերման դեպքում, կոծկեր դրանք, արդյոք դա է պահանջում ընկերության լավագույն շահը։ Ինչպես ներկայացվել է իմ հիմնական ելույթում, որոշման նախագծում մանրակրկիտ անդրադարձ է կատարվել վարչական վարույթի ընթացքում հաստատված իրավախախտումներից յուրաքանչյուրին, դրանց առաջացած հետևանքներին եւ դրանց հաշվառմամբ համարժեք պատասխանատվության միջոցի ընտրությանը։ Ամփոփ եմ, արձանագրված խախտումները ընդհանրացված 6 կետերը անդրադարձ կատարելով որոշման նախագծի քննարկման ժամանակ մասնակիցների կողմից հնչեցված պնդումներին։ Առաջին, վեհ խափանում։
Անհրաժեշտ եմ համարում հատուկ անդրադառնալ ԲԱՀ-ում առկա տվյալների ջնջման մասով վարույթի մասնակիցների կողմից ներկայացված մի քանի պնդումներին։ Նախ եւ առաջ արձանագրեմ, որ խոսքը ոչ թե տեխնիկական սխալի, այլ համակարգային կարևորագույն խնդրի մասին է, որը վերաբերում է 700,000-ից ավելի սպառողների իրավունքների պաշտպանությանը եւ այն նպատակին, որի համար ներդրվել էր սպառողների գրպանից վճարվող միլիարդավոր դրամներ։ Ներկայացվեց նաև դիտարկում առ այն, որ ԲԱՀ-ում գրանցված տվյալները չեն ջնջվել, հարկ եմ համարում ընդգծել, որ այդ մասով ևս որևէ հիմնավորող ապացույց չի ներկայացվել մասնակիցների կողմից։ Ավելին, ֆինանսատեխնիկական եւ դիմումների քննարկման վարչության տեխնիկական բաժնի պետի կողմից ևս մեկ անգամ իրականացվել է ԲԱՀ-ի ունենալով դրա թույլտվություն եւ հնարավորություն ԲԱՀ-ի բազայում առկա տվյալների ուսումնասիրությունում, որում ևս մեկ անգամ ընդգծվել է, որ 30 րոպեանոց, 1 ժամանոց, օրեկան եւ մնացած տվյալները մինչեւ 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները ամբողջությամբ ջնջված են, ընդ որում 2024-25 թվականներից հետո վերականգնված տվյալները դեռևս ամբողջական չեն եւ կան շատ սպառողներ, ում համար տվյալները սկիզբ են առնում օրինակ 25 թվականի մարտից։ Այնպես որ նման պնդումը մասնակիցների կողմից, որ այդ տվյալները առկա են, չունի որևէ ապացույց եւ իրատեսական չէ։ Այսպիսով, հենց ավտոմատ մյուս կողմից արձագանք արվեց ABCS համակարգին, հատուկ ուզում եմ նշել բոլոր ներկաների համար։ ABCS համակարգը, բիլինգի համակարգը այսպես ասված, իրականացվում է ձեռքով, այսինքն ԲԱՀ մուտք արված ավտոմատ գրանցված տվյալներից համակարգի օպերատորները եւ համապատասխան բաժինները ձեռքով մուտք են անում տվյալները ABCS համակարգ։ Եվ այստեղ հստակ առաջանում է ռիսկ, ինչպես այդ ցուցմունքների տեսուչների կողմից գրանցման, այնպես էլ հետագայում օպերատորի կողմից այդ ցուցմունքների համակարգ մուտքագրման տեսանկյունից, այնինչ փաստվել է տարբեր բացատրություններով։ Այսպիսով, հենց ավտոմատ կերպով գրանցված տվյալների կորուստն է, որ ինքնին հանգեցնում է ԲՑ կանոններով սահմանված կարգավորումների խախտման, ոչ հավաստի տեղեկատվության ձևավորման եւ այդ տեղեկատվության ստուգման հնարավորության բառի բուն իմաստով անհնարինության։ Այդ կերպ հանգեցնելով ԲԱՀ-ի ներդրման հիմքում ի սկզբանե դրված նպատակի չապահովմանը։ Ընդ որում, հենց այդ նպատակի իրականացման համար հանձնաժողովի հետ համաձայնեցվել է շուրջ 113 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով աշխատանքի կատարումը, որից փաստացի իրականացվել եւ սպառողների համար սահմանված սակագներով արդենից ներառվել է շուրջ 70 միլիարդը։ Թվերի տարբերությունը վկայում է, որ այո, ԲԱՀ համակարգը դեռևս ամբողջական չի ներդրվել։ Արդյունքում 700,000-ից ավելի սպառողներ փաստացի զրկված են իրենց մասով գրանցված տվյալների սպառման, բաշխման ցանց առաքման վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կամ դրան հասանելիություն ստանալու իրավունքի իրացման հնարավորությունից։ Ընդ որում տվյալ տեղեկատվության հասանելիությունից զրկված է նաև հանձնաժողովը։ Կներեք, երկրորդ կետ՝ թերգրանցումներ եւ հավելագրումներ։ Պարոն Ղազինյանը իր ելույթում նշեց, որ բաժանորդների, ինչ ավելի ճիշտ է սպառողների հավելագրումները եւ թերգրանցումները եւս մոտավոր հաշվարկված են։ Հատուկ ուզում եմ շեշտեմ, որևէ սպառողի հավելագրում եւ թերգրանցում գնահատված չէ մոտավոր կերպով։ Խոսքը վերաբերվում էր սեփական կարիքների համար հավելյալ ծախսին, իսկ սեփական կարիքի շենքը սպառող չէ, որպեսզի հավելագրում բառ կիրառվի։ Հեցի գլխավոր տնօրենի ներկայացուցիչը կասկածի տակ դրեց հանձնաժողովի անձնակազմի կողմից որոշման նախագծում ներառված տեղեկատվության ճշմարտացիությունը, հավելագրումների, թերգրանցումների եւ սեփական կարիքների համար հավելյալ ծախսումների մասով, չներկայացնելով հակառակը ապացուցող որևէ փաստական տեղեկատվություն։ Ամբողջը հիմնված է խոսքի վրա, ինչպես ես հիշում եմ, ինչպես ինձ ասվել է, ինչպես ես գիտեմ։ Հարկ եմ համարում եւս մեկ անգամ արձանագրել, որ
վարչական վարույթի շրջանակում, առևտրային հաշվարկի սարքերի ցուցմունքների անհամապատասխանությունները, հավելագրումները եւ թերգրանցումները, ինչպես նաեւ տարբեր եղանակով գրանցված հաշվիչների առկայությունը փաստվել են Գեղամա մասնաճյուղի Սևան ցանցում, Արաքս մասնաճյուղի Արտաշատ եւ Մասիսել ցանցերում, Դեբետ մասնաճյուղում, Ղարս մասնաճյուղի Արթիկանի, Ախուրյան եւ Գյումրի էլեկտրական ցանցերով, քանի որ Ախուրյան ցանցի մասին նշվեց, որ այնտեղ խախտում չկա, դրա համար շեշտադրում եմ։ Ավելին, եթե բնակիչ բաժանորդներին հավելագրված եւ թերգրանցված էլեկտրական էներգիայի փաստով խախտվում են կոնկրետ անհատների իրավունքները, ապա բյուջետային կազմակերպությունների պարագայում, ինչպիսիք են դպրոցները, մանկապարտեզները, զորամասը եւ առավել եւս ԱԾԶ-ին Պարետատունը եւ այլն, ինչպես նաեւ ընկերության սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի հավելյալ ծախսերի գրանցման դեպքում խախտվում են բոլոր սպառողների իրավունքները միառժամանակ։ Ինչ վերաբերվում է պնդմանը, որ սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի հավելյալ ծախսերը հատուկ ուռճացվել են հանձնաժողովի անձնակազմի կողմից, արձանագրեմ, որ որոշման նախագծում ներառված մոտ 3.9 միլիոն հավելյալ ծախսից ընդամենը մեկ մասնաշենքի 727,000 կիլովատ-ժամը, որը կազմել է ընդհանուր թվի մոտ 1/4-ը, փաստված է փորձագիտական եզրակացությամբ։ Իսկ 6 մասնաշենքերի համար գնահատված մասի իրատեսական լինելը ակնհայտ կերպով հետևում է նաև վերջին 3 տարվա ծախսային վարքագծից։ Օրինակը բերեմ թվային տվյալներով։ Օրինակ, Մաշտոցի ցանցի վարչական շենքի էլեկտրաէներգիայի ծախսը 2023-24 թվականների սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հատուկ ընտրվել են աշնանային ամիս, որպեսզի խնդիր չառաջանա մեծ ծախսի հետ, գնահատվել է մոտ 30,000 կիլովատ-ժամ ծախս։ Մինչդեռ ժամանակավոր կառավարչի նշանակվելուց հետո 2025 թվականի սեպտեմբեր ամսին գրանցվել է մոտ 5,000 կիլովատ-ժամ ծախս սեպտեմբեր ամսվա համար եւ 7,400 կիլովատ-ժամ ծախս հոկտեմբեր ամսվա համար։ Նույն պատկերը դիտվել է նաեւ մյուս վարչական շենքերի դեպքում։ Ինչ վերաբերվում է պարոն Ղազինյանի պնդմանը, որ հաշվիչները կարող են թերությունով լինել, սխալ գրանցվել եւ այլն, 2 տարի անընդմեջ նման խախտումները պարտավոր էին հետի աշխատակիցները նշել, գտնել եւ իրականացնել հաշվիչի համապատասխան կերպով ստուգաչափում։ Այսպիսով, հանձնաժողովի աշխատակազմը եւս մեկ անգամ արձանագրում է, որ ընկերության տարբեր էլեկտրական ցանցերում էլեկտրական էներգիայի ծախսային ցուցմունքների վերաբերյալ ամբողջ տեղեկատվության համադրական ուսումնասիրությամբ ակներև է, որ հավելագրումների եւ թերգրանցումների մասով ընկերության դրսեւորած ոչ իրավաչափ վարքագիծը եղել է համակարգված եւ համատարած։ Հարկ եմ համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ նշված արարքներով մեկ ընդհանրական նպատակին ուղղված ընկերության ոչ իրավաչափ վարքագիծը ողջամտորեն կարող է վկայել կամ ընկերության ղեկավար կազմից համակարգված լինելու, կամ նրանց կողմից ոչ բավարար ջանք գործադրելու ուղղակի հետևանք լինելու մասին։ Երրորդ կետ՝ միացումներ։ Միացումների վերաբերյալ տեղեկատվությունը շահարկվեց թվային տվյալների տեսանկյունից։ Այստեղ ցանկանում եմ ընդգծել, որ խնդիրը խախտման ոչ միայն թվային տվյալների առկայությունն է, այլ այն փաստը, որ նախքան վարույթի սկսելը եւ նախքան վերջին փոփոխությունները հանձնաժողովին տրվել էր տեղեկատվություն, որ միացումների տեսանկյունից խնդիր չունի ընկերությունը հաշվի առնելով նաեւ հանձնաժողովի կողմից վերջին կանոնների փոփոխությունները։ Այնուամենայնիվ, միացումների վերաբերյալ հանձնաժողովի անձնակազմ առաջարկում է իրականացնել որոշման նախագծում խախտումների ճշգրտում, հաշվի առնելով հարցը հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացվելուց հետո ընկերության ներկայացուցիչների կողմից աշխատանքային քննարկման ժամանակ վերջիններիս ներկայացած նոր հիմնավորումները, որոնց քննարկման արդյունքում պարզվել են, որ մի փոքր թվերի շտկումներ ունենք։ Արդյունքում, որպեսզի ժամանակը շահեմ, հանձնաժողովի անձնակազմը միևնույնն արձանագրում է, որ մանրամասն ուսումնասիրված 609 դեպքից 234-ը, չգիտեմ ինչ 20-30 դեպքեր նշվում մասնակիցների կողմից, 609 դեպքից 234 դեպքով։ Միևնույն է խախտվել է սպառողների հուսալի եւ անխափան էլեկտրական էներգիա ստանալու իրավունքը։ Նշեմ, որ պարզ թվաբանություն է, 234-ը 609-ի մեջ մոտ 40%-ն է կազմում։
Չորրորդ կետ. ոչ հավաստի տեղեկատվության տրամադրում։ Անդրադառնալով հանձնաժողով ներկայացված տեղեկատվության ոչ հավաստիությանը, հատուկ անդրադառնում եմ Կարեն Հարությունյանի ներկայացուցիչ պարոն Ղազինյանի անպատասխանին, որ ընկերությունում ըստ իր հիշելու սպառողների էլեկտրամատակարարման մասին տեղեկատվության հավաքագրման կարգ չկա։ Փաստ է, որ դեռևս 2016 թվականին կատարված հանձնաժողովի կողմից մոնիտորինգի արդյունքում հանձնաժողովը ընկերությանը պարտավորեցրել էր կազմել նմանօրինակ կարգ, որը հաստատվել է ՀԵՑ-ՓԲ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի 26/12/2016 թվականի համար 362 Լ հրամանով։ Այդ մասին խոսվում է մոնիտորինգի արձանագրության մեջ եւ արկա է վարույթի նյութերում։ Նշեմ նաեւ, որ այն ներառված է վարույթի շրջանակում իրականացված մոնիտորինգի արձանագրության մեջ եւ անկախ ժամանակավոր կարգ լինելու հանգամանքից եւ այն փաստից, որ հանձնաժողովի անձնակազմը գնահատում է վերջինս որպես թերի, վարույթի շրջանակում իրականացված մոնիտորինգի արդյունքում արձանագրվել է, որ անգամ նշված կարգը չի պահպանվել տեղեկատվության հավաքագրման եւ ոչ մի կետով։ Ավելին, հանձնաժողովի աշխատակիցները սպառողների էլեկտրամատակարարման ընդհատումների վերաբերյալ հանձնաժողովին ներկայացվող տեղեկատվության հավաքագրումը դիտարկել են հենց այդ կարգի համատեքստում։ Ինչ վերաբերվում է այս կետում ներառված հանձնաժողովի կողմից իրականացված երկու մոնիտորինգների արդյունքներին, եւս մեկ անգամ արձանագրում եմ, որ ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի ներկայացուցիչ եւ Տաշիր Կապիտալ ՓԲ-ի լիազորված անձ Արտուր Հովհաննիսյանի կողմից մոնիտորինգների արձանագրությունների վերաբերյալ դիրքորոշումներում, եթե ոչ ամբողջությամբ, ապա ըստ էության ընդունվել է մոնիտորինգների արդյունքներով արձանագրված հանգամանքները, այն է հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկատվության ներկայացումը։ Հիշեցնեմ նաև, որ ընկերության գլխավոր տնօրենի կողմից նաև նախկինում արդեն իսկ ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացված լինելու, դրա համար հանձնաժողովի որոշմամբ արդեն իսկ պատասխանատվության ենթարկված լինելու եւ ոչ իրավաչափ վարքագծի շարունակականության փաստերի համադրումից է հետևում, որ ընկերության նման վարքագիծը ողջամտորեն կարող է վկայել կամ ընկերության կողմից համակարգված լինելու, կամ ոչ պակաս ծանրության խնդիր է ընկերության առանցքային գործառույթների ուղղությամբ իրավիճակին չտիրապետման եւ կառավարման ամբողջական ձախողման մասին։ 5-րդ կետ. Երաշխավորություններին, քանի որ չափազանց շատ եղավ անդրադարձները, ես եւս պիտի մի փոքր խլեմ ձեր ուշադրությունը։ Հանձնաժողովի աշխատակազմը աներկբայորեն հաստատել է ՀԵՑ-ի կողմից տարբեր ժամանակահատվածներում այլ ընկերությունների պարտավորությունների համար շուրջ $700 միլիոն երաշխավորությունների տրամադրումը։ Առավել պարզ ընկերությունը ողջ ազգաբնակչության համար միակը համարվող եւ երկրի կարևորագույն ստրատեգիական ենթակառուցվածք հանդիսացող Բաշխման ցանցով երաշխավոր է կանգնել ընկերության հիմնական գործունեության, էլեկտրական էներգիայի բաշխման հետ չառընչվող ուշադրություն եմ խնդրում միանգամայն այլ կազմակերպությունների տնտեսական գործունեությունը երաշխավորելու համար։ Եվ պարոն Օրբելյան, Energy բառը դեռ չի նշանակում, որ դա ՀԵՑ-ի հետ կապ ունի տվյալ կազմակերպությունը։ Ավելին, խնդրահարույց է հատկապես այն, որ ընկերությունն իր բնական մենաշնորհային դիրքից եւ վերապահված բացառիկ իրավունքներից բխող հսկայածավալ ռեսուրսներն օգտագործել է այն ընկերությունների համար, որոնց հետ ունի ենթադրյալ ընդհանուր տնտեսական շահ եւ որոնք միաժամանակ հանդիսացել են կամ իր կապալառու ընկերությունները կամ էլեկտրաէներգետիկական շուկայի մրցակցային հատվածում գերիշխող դիրք ունեցող մասնակից, խոսքը մասնավորապես Energy Supply ընկերության մասին է, որը էլեկտրաէներգետիկական շուկայի մրցակցային հատվածում սպառման շուրջ 70%-ի մատակարարներ։ Արդյունքում նշված ընկերությունների համար ստեղծվել է տնտեսապես չհիմնավորված արտոնյալ պայմաններ, արհեստականորեն բարելավելով վերջինների շուկայական դիրքը, վերջիններիս համար ստեղծելով նպաստավոր պայմաններ ընկերության կարիքների համար հայտարարված գնման գործընթացներում հաղթող ճանաչվելու եւ տնտեսական փակ շղթա ստեղծելու համար, իր հետ բերելով նաեւ ընկերությունից դրամական միջոցների արտահոսք։ Տարակուսելիորեն վերը նշված է պարոն Օրբելյանի կողմից դիտարկվեց որպես ընկերության հնարավոր արդյունավետ գործունեության ցուցանիշ։ Խնդրու առարկա համատեքստում կարևոր եմ համարում ընդգծել, որ ընկերությունը
համաձայն գործող օրենսդրության եւ Բաշխման ցանցի մասնավորեցման պայմանագրի իրավունք չունի իրականացնելու իր հիմնական տնտեսական գործունեությանը, այն է էլեկտրական էներգիայի բաշխմանը չառնչվող ցանկացած այլ գործունեություն։ Նման պայմաններով, երբ ընկերությունը որևէ կերպ չի կարող անգամ սեփական տնտեսական շահի համար ծառայեցնել բաշխման գործունեությունն ապահովող հիմնական գույքը, այդ ընկերությանը չառնչվող նպատակներով այլ ընկերությունների համար դրա ծառայեցման արգելքը առավել քան ակնհայտ է դառնում ոչ միայն իրավական, այլև տրամաբանական առումով։ Ավելին, ոչ պակաս խնդրահարույց է այն, որ ընկերությունը ամբողջ գործընթացը իրականացրել է ոչ միայն հանձնաժողովից, այլ նաև այն միջազգային ֆինանսական կառույցներից գաղտնի, որոնցում գրավադրված են ընկերության բաժնետոմսերն ամբողջությամբ։ Ընդ որում, ուշագրավ է յուրաքանչյուր դեպքում ընկերության բերած հիմնավորումների իրարամերժ լինելը։ Մի դեպքում ընկերությունը հանձնաժողովի հետ համաձայնեցված գործընթացի շրջանցումը հիմնավորում է օրենքի անկատար լինելով, հաջորդիվ փաստարկում, որ դրանք օրենքի ուժով որպես չհամաձայնեցված գործարքներ միևնույն է առ ոչինչ չէին, կամ զուգահեռաբար մեկ այլ համանման սակայն ռիսկերի տեսանկյունից ընդհանրապես ոչ համադրելի պարտատոմսերի թողարկման դեպքում հանձնաժողովի համաձայնության ստացումը պայմանավորում է ինչ-որ ֆորմալ գործոններով, որոնք միջազգային ֆինանսական կառույցներում ընկերության ամբողջ բաժնետոմսերի գրավադրված լինելու պայմաններում որևէ կերպ չեն հաղթահարում հիմնավոր լինելու անգամ նվազագույն շեմը։ Ամփոփելով նշեմ, որ ընկերությունը տարբեր ժամանակահատվածներում այլ ընկերությունների շուրջ 700 միլիոն դոլարի պարտավորությունների համար երաշխավորությունների տրամադրմամբ խախտել է էներգետիկայի մասին օրենքով սահմանված հանձնաժողովի նախնական համաձայնությունը ստանալու պահանջը, ինչը կարող էր վտանգել էներգետիկ համակարգի անվտանգությունը եւ ինչով կոպտորեն խոչընդոտվել է հանձնաժողովի կարգավորման գործառույթների պատշաճ իրականացումը։ Մասնավորապես ընկերությունը հանդիսանալով էլեկտրաէներգետիկական համակարգում բացառիկ եւ եզակի դեր ունեցող սուբյեկտ, որն ունի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սպառողներին էլեկտրական էներգիայի բաշխման բացառիկ պարտականություն, դրսևորել է վարքագիծ, որով նշված գործառույթների համար նախատեսված միակ եւ մեկ ամբողջություն կազմող սեփականության իրավունքով իրեն պատկանող ստրատեգիկ նշանակության գույքը կարող էր հայտնվել այն բանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների տնօրինման ներքո, որոնց փոխանցվել էր հիմնական վարկային պարտավորությունների խախտման դեպքում բաշխման ցանցի նկատմամբ բռնագանձում տարածելու իրավունքը։ Միառժամանակ երաշխավորությունների տրամադրման արդյունքում ընկերության համար հնարավոր ռիսկերը կարող էին բերել ընդհուպ մինչև ընկերության սնանկացման, ՀՀ պետական մարմինների առջև ստանձնած պարտավորությունները կատարելու անկարողության, ինչը ուղղակիորեն ընդունվել է նաև ընկերության բաժնետիրոջ Տաշիր կապիտալ փակ բաժնետիրական ընկերության կողմից։ Մասնավորապես, վերջինիս կողմից հանձնաժողով ներկայացված միջնորդություններից մեկին կից երկու փորձագիտական ընկերությունների եզրակացությունների համաձայն միջազգային վարկային կազմակերպությունների հետ կնքված պայմանների խախտման արդյունքում ընկերությանը կարող է առաջադրվել ընդհուպ մինչև 47.5 միլիարդ ՀՀ դրամի չափով պարտավորությունների վաղաժամկետ մարման պահանջ, ինչն իր հերթին կարող է ընկերությանը բերել սնանկացման, պարտավորությունների վաղաժամկետ մարման պահանջների առաջադրման դեպքում ընկերության կողմից իր ՀՀ պետական մարմինների առջև ստանձնած պարտավորությունները կատարելու անկարողության, որը կարող է առաջացնել այդ թվում ընկերության լիցենզիայի գործունեության դադարեցում։ Արձանագրված ոչ իրավաչափ վարքագծով Բաշխողը միառժամանակ զրկել է հանձնաժողովին այդ գործարքներից բխող ռիսկերի հաշվառմամբ դրանց համաձայնություն չտալու այն բացառիկ իրավասություններն իրականացնելու հնարավորությունից, որն ուղղված էր համակարգի հուսալիությունն անվտանգությունը ապահովելուն, դրանով իսկ խոչընդոտելով նաև հանձնաժողովի գործառույթների պատշաճ իրականացմանը։ Վերոնշյալի հաշվառմամբ հանձնաժողովի աշխատակազմը գտնում է, որ ընկերությունը խնդրու առարկա երաշխավորությունների տրամադրմամբ
սեփականության իրավունքով իրեն պատկանող, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սպառողներին էլեկտրական էներգիայի բաշխման համար նախատեսված միակ ցանցը, ուղղակիորեն ծառայեցնելով իր գործունեությանն ընդհանրապես չառաջվող անձանց ֆինանսավորմանը, ընկերության հետագա գործունեության համար ստեղծել է լրջագույն ֆինանսական եւ դրանից բխող անվտանգային ռիսկեր։ Ավելին, նշված գործողությունների կատարման արդյունքում Բաշխողը, անտեսելով իրեն վերապահված բացառիկ դերից բխող կարևորագույն պատասխանատվությունը, իրականացրել է բնական մենաշնորհային համարվող բաշխման ցանցի բացարձակապես ոչ արդյունավետ, տնտեսապես չհիմնավորված կառավարում եւ շահագործում, վտանգելով նվազագույն ծախսումներով երկարաժամկետ կտրվածքում սպառողների անխափան էլեկտրամատակարարման ապահովումը, ինչն իրականացվել է համակարգված կերպով, խախտելով լիցենզիայի պայմանների 5-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված պահանջը։ Եվ 6-րդ կետ։ Բաշխման ցանցի շահագործում կառավարում արդյունավետ, տնտեսապես հիմնավորված եւ համակարգված եղանակով։ Միայն արդյունավետ բառը չի այստեղ։ Այստեղ հարկ եմ համարում ընդգծել, որ վարույթի մասնակից կողմերից եւ ոչ մեկը անդրադարձ չկատարեց այն հանգամանքին, որ ընկերությունը իր աշխատակիցներին եւ իրեն պատկանող հատուկ տեխնիկան ծառայեցրել է մասնաճյուղի սպասարկման տարածքում գործունեություն ծավալած կապալառու կազմակերպությունների, ինչպիսիք են Ինտեկո, Էներգո եւ Արև Construction փակ բաժնետիրական ընկերությունները կարիքների համար։ Այսինքն, ընկերությունը մի կողմից մեծածավալ երաշխավորություններ է տվել իրեն հետ կապ չունեցող այլ կազմակերպությունների, մյուս կողմից իր բնական մենաշնորհային դիրքից եւ վերապահված բացառիկ իրավունքներից բխող հսկայածավալ ռեսուրսները օգտագործել է իր հետ ենթադրյալ ընդհանուր տնտեսական շահ ունեցող այն անձանց տնտեսական բնականon գործունեության ապահովման համար, որոնք հանդիսացել են իր կապալառու ընկերությունները։ Ընդ որում այդ կապալառու կազմակերպությունները ունեն կուտակված պարտավորություններ, որոնք 2025 թվականի հուլիսի 18-ի դրությամբ կազմել են շուրջ 190 միլիոն դրամ։ Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ չհավաքագրելով դեբիտորական պարտավորությունները, ընկերությունը ռիսկի տակ է դնում իր դրամական հոսքերը եւ իր ընթացիկ գործունեության ապահովման համար ստիպված է լինում ներկիրառվել փոխառու միջոցներ։ Ինչ վերաբերում է ընկերության եւ Արշին բանկ փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված ընկերության հատուկ հաշվի վարման մասին պայմանագրի պայմաններին, ապա արձանագրեմ, ես նշել էի նաև իմ ելույթում, որ հանձնաժողովի անձնակազմը եւս իրականացրել է վերլուծություն բանկային տոկոսադրույքների, քանի որ վարկերի մասով ընկերությունը հաշվետու է հանձնաժողովին եւ այդ տեղեկատվությունը ամբողջությամբ առկա է։ Ձեր կողմից շեշտված 4.5%-ը, նշեմ, որ դա ընդամենը 2016 թվականին 4.69-ից 6.5% տարբեր տոկոսադրույքներով վերցրած վարկային գիծն է, որի մեր վերլուծությամբ ընդամենը 1 տարի անց այլ կառույցներ եւս 4.5%, 5.5% առաջարկներ ունեցել են տոկոսադրույքի։ Նույն ժամանակահատվածում ոչ թե վարկային գիծ, այլ վարկ ձևակերպվել է Արշին բանկի կողմից 5%, մինչև այլ կառույցների կողմից առաջարկվել է նույնիսկ 4%-ով։ Այնպես որ այս փաստը հանձնաժողովի համար եւս հիմնավոր չի եւ մյուս կողմից հանձնաժողովի անձնակազմը ընդունելի չի համարում տաշիր կապիտալի ներկայացուցիչների կողմից մեջբերված աշխատակիցներին տրվող արտոնյալ պայմաններով օվերդրաֆտները որպես արդյունավետ կառավարման հանգամանք դիտարկելը, քանի որ 6000 կամ ավելի աշխատակիցներով ցանկացած կազմակերպության աշխատավարձային ֆոնդի շրջանառման նկատառմամբ ցանկացած բանկ կտրամադրեր նմանօրինակ, եթե ոչ ավելի լավ արտոնյալ պայմաններով օվերդրաֆտներ։ Ընդհանրացնելով կրկնեմ, որ 6-րդ կետի ենթակետերով փաստվել է, որ ընկերության կողմից խախտվել է Բաշխողի կողմից սպառողների անխափան էլեկտրամատակարարումը, նվազագույն ծախսումներով երկարաժամկետ կտրվածքում ապահովելու նպատակով բաշխման ցանցի կառուցումը, բաշխման ցանցի սպասարկումը, շահագործումը, կառավարումը, պահպանումը, բարելավումը արդյունավետ տնտեսապես հիմնավորված եւ համակարգված եղանակով իրականացնելու լիցենզիայի պահանջը եւ ամբողջական ընդհանրացում
Հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված բոլոր հարցադրումները, դիրքորոշումները, միջնորդությունները, դրանց վերաբերյալ կայացված որոշումները եւ ելույթները, հանձնաժողովի անձնակազմի կողմից եւս մեկ անգամ արձանագրելով, որ որոշման նախագծում ամրագրված թվով 6 ուղղություններով ընկերությունը թույլ է տվել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին վտանգել ամբողջ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունը եւ անվտանգությունը, կամ հանգեցրել են միլիոնավոր սպառողների իրավունքների եւ օրինական շահերի խախտման, կամ խոչընդոտել են հանձնաժողովի կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանը, որից ելնելով առաջարկվում է խախտումներից 1-ից 5 կետերով յուրաքանչյուր կետի համար առանձին, իսկ 6-րդ կետով նախատեսված խախտումների մասով 6-ի 1 ենթակետով նախատեսված երաշխավորությունների մասով առանձին, իսկ 6-ի 2-ից 6-ի 9 ենթակետերի խախտումների մասով համակցությամբ, որպես պատասխանատվության միջոց կիրառել հետ ՓԲ-ի էլեկտրական էներգիայի հզորության բաշխման համար 0092 լիցենզիայի գործողության դադարեցումը։ Նաև առաջարկվում է որոշումը ուժի մեջ դնել 2025 թվականի նոյեմբերի 21-ից։ Ելնելով վերոնշյալից, հանձնաժողովի աշխատակազմը, հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված բոլոր հարցադրումները, դիրքորոշումները, դրանց վերաբերյալ աշխատակազմի պատասխանները, ներկայացուցիչների միջնորդությունները, դրանց վերաբերյալ կայացված որոշումները եւ ելույթները, առաջարկում է քննարկմանը ներկայացնել որոշման նախագիծը, քննարկմանը ներկայացված որոշման նախագիծը քվեարկության դնել խմբագրված տարբերակով։ Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ի գիտություն ընդգծել, որ նշված որոշման նախագիծը դրանում բերված բոլոր կետերով եւ փաստարկներով հանդերձ որևէ կերպ չի վերաբերվում հենց ՓՓ սեփականատիրոջը կամ բաժնետերերին, այլ ընդհակառակը խոսում է նրանց շահերի հնարավոր խախտումների մասին։